Բարևձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Ինչու զինք կոչեցին հայ ժողովրդի ամենամեծ բարեկամը։ Արևմտահայերենի առցանց դասընթացներու երկրորդ շրջանը կսկսի փետրվար 16-ին։ Չեմ գրնար լրել, պիտի բարձրացնեմ Հայաստանի եւ Արցախի խնդիրները, Արման Տատոյան։ Արցախի հարցը չէ փակված, Էրիխ Ֆոնդոպել։ Կարսի վայրի կենդանիները ծմրան խիստ պայմաններուն մեջ սնունդ կփնտրեն։ Քարահիսարի ամրոցը 4 եղանակներու գախարտական գեղեցկությամբ։ Սուրիահայերը սահմանադրական իրավական խաչմերուգին մեջ, Վանակ Հաշովի։ Փետրվար 3-ը Ամերիկայի Միացյալ Նահանգներու 28-րդ նախագահ Հուդրո Ուիլսոնի մահվան տարելիցն է։ Ան նշանակալի տեր ունեցած է Հայաստանի եւ հայ ժողովրդի պատմության մեջ իր միջազգային իրավական, քաղաքական եւ մարդասիրական գործունեությամբ։ Ուիլսոնի անունը հայկական պատմաքաղաքական հիշողության մեջ ամրագրված է երկու փոխկապակցված առանցներով։ Առաջինը կվերապերի Հայաստանի եւ Թուրքիո սահմանակցման խնդրին։ 1920 թվականին ան ստանձնեց իրավարարի տեր եւ նոյեմբեր 22-ին ստորագրեց համապատասխան իրավարար վճիռը, որ դարձավ հարցի միջազգային իրավական պատմության կարևոր հանգրվանումը։ Երկրորդ առանցքը կապված է անոր ժամանակաշրջանին ձևավորված լայնածավալ մարդասիրական շարժումին։ Անոր նախաձեռնությամբ հիմնված կազմակերպությունը օգնեց մերձավոր արևելքի փախստականներուն եւ որբերուն, փրկելով ավելի քան 1 միլիոն մարդ, ներառյալ 132,000 որբ։ 1919 թվականին Ուիլսոն արժանացավ Խաղաղության Նոբելյան մրցանակին։ Ան բազմիցս թիմեց ամերիկյան հասարակության, գործարարներուն եւ գազམ་ագերբություններուն հայրուն աջակցելու գոչով։ Անոր շնորհիվ մոտ 1000 ամերիկացի գամավոր մեկնեցավ միջին արևելք, դեղին վրա օգնելու հայրուն, ասորիներուն եւ հույներուն։ Հուդրո Ուիլսոն հայ ժողովրդին համար կջանցվի որպես արդարադատ գործիչ։ Հրանտ ինք հիմնադրամը Քալոս Գուլբենկյան հիմնադրամի աջակցությամբ փետրվար 16-ին կմեկնարկի Արևմտահայերենի ուսումնառության ծրագրի երկրորդ կիսամյակը։ Ծրագիրը բաց է 16 տարեկանը լրացուցած բոլոր ցանկացողներուն համար։ 18 շաբաթ տևող առցանց դասընթաց կներառի 72 ժամ ուսուցում եւ կգազմագերբվի Zoom հարթակով։ Մասնագետները կգրնան թիմել 4 մագարտակներեն մեկուն, սկսնագեն մինչև առաջադեմ։ Ծրագիրը կզարգացնի լեզվական, ընթերցանության եւ խոսքի հմտությունները։ Առաջին 3 մագարտակներուն մեջ օժանդակ լեզուն թրքերենն է եւ անոր իմացությունը բարդատիր է։ Յուրաքանչյուր մագարտակի բացման համար անհրաժեշտ է առնվազն 3 մասնագետ, իսկ դիմումի ընթացքին ընդրված մագարտակը կգրնա փոփոխվել դասախոսներուն կողմէ։ Մանրամասնությունները, մասնակցության արժեքը եւ գրանցման ձևը հասանելի են հիմնադրամի պաշտոնական գայքին վրա։ Արևելյան Հայաստանի մարդու իրավունքներու նախկին պաշտպան Արման Տատոյան կհայտարարե, որ գիրականացնե միջազգային այցելություններու շարքը կարևոր հանդիպումներով եւ դասախոսություններով։ Անոր ծրագրին մեջ են Փարիզը, ինչպես նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգներու առաջադար համալսարանները, ուր ան ժամանակին ուսանած եւ ջանցված է իրավունքի դպրոցի լավագույն շրջանավարտներեն մեկը։ Արման Տատոյանի դասախոսությունները նվիրված են միջազգային իրավունքին, պատերազմական հանցագործություններու համար պատասխանատվության եւ մարդու իրավունքներու պաշտպանության։ Ան կշեշտե, որ նույն այս նյութերով դիմաց է նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգներու փոխնախագահ Վենսին, ներկայացնելով Ադրբեջանի գոմե Հայաստանի եւ Արցախի թեմ գործադրված հանցագործությունները, գրաված տարածքներու, բռնի դիահանվածներու, անհետացածներու եւ քերիներու հարցերը։ Անոր խոսքով այն պայմաններուն մեջ, երբ Հայաստանի իշխանությունները կփորձեն անդեսել արգա խնդիրները, միջազգային հրաբարակայնությունը գենսական նշանակություն ունի։ Արման Տատոյան կխոստանա բարբերաբար դեղեկացնել իր աշխատանքին ընթացքին եւ արդյունքներուն մասին։ Հայաստանի մեջ կրոնական ազատության եւ մարդու իրավունքներու պաշտպանության վիճակին նվիրված ասուլիսի ընթացքին Զվիցերիո ազգային խորհրդի անդամ Էրիխ Ֆոնդոպել հայտարարեց, թե 2023 թվականի սեպտեմբերին Արցախի մեջ տեղի ունեցածը արդար չէր եւ ճիշտ չէր։ Անոր խոսքով մարդիկ զրկված են իրենց հիմնարար իրավունքեն, հայրենիք վերադառնալու իրավունքեն, որ կնկատվի մարդու իրավունքներու գոբիտ խախտում։ Ան շեշտեց, որ նույնիսկ տարիներ անց հարցը փակված է հայտարարություններ չեն գնար փոխել իրականությունը կամ արդարացնել դեղի ունեցածը։ Ան ընդգծեց, որ անոնց եկեղեցիները, դպրոցներն ու գերեզմանատունները մնացած են այնտեղ, իսկ գերեզմանատունները հիշողության կարևոր մաս են։ Ան ավելցուց, որ ճիշտ այս պատճառով է, որ կգործե Լեռնային Ղարաբաղի հարցով Զվիցերիական խաղաղության հանձնաժողովը, որ պիտի շարունակե իր աշխատանքը, քանի դեռ վստահ է, թե խնդիրը փակված չէ։ Քրիստոնեական համերաշխության միջազգային գազམ་ագերբության նախագահ Ջոն Էյբներ նշեց, թե մարդու իրավունքները երբեք չեն կրնար չեղարկվել։ Անոր խոսքով, եթե այսօր կարելի է անդեսել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքները, ապա վաղը նույնը կրնա պատահել յուրաքանչյուր այլ ժողովրդի հետ, նույնիսկ պետության կողմէ։
Գարսի Սարեղամի շրջանին մեջ ծմեր կբնորոշվի խիստ պայմաններով, ինչին հետևանքով վայրի կենդանիները դժվարությամբ սնունդ կգտնեն։ Շրջանի ցյունածածկ տարածքներուն մեջ նկատված են սնունդ որոնող վայրի կենդանիներ։ Նկատված են կարմիր աղվեսներ սնունդ փնտրելու ժամանակ յուղերու շրջակայքին մեջ։ Նկատված են նաև մոխրակույն ջայեր, վայրի թռչուններ, որոնք կփորձեն սնվել բույսերու փոխփոչներով։ Դեղացի բնակիչը հայտնած է, թե ծմերը շատ խիստ է։ Այս օրերուն բավականին ցուրտ է։ Վայրի կենդանիներուն համար դժվար է սնունդ գտնել, այդ պատճառով անոնց համար աբաստարաններ եւ սնունդ կցկենք։ Արեմտյան Հայաստանի Սեպաստիո վիլայետի Տոնուսի կավարագին մեջ գտնվող Աֆյոն Կարահիսարի խորհրդանիշ Կարահիսարի ամրոցին նվիրված տեսանյութը, որ կներկայացնի դարվան 4 եղանակները, մեծ հիացմունք առաջացուցած է դիտողներուն մոտ։ Քաղաքին կենտրոնը հանկած հրապուխի վրա կառուցված եւ Խետական գայսրության շրջանին հիմնադրված ամրոցը մինչեւ այսօր կդպավորե իր անկրկնելի տեսքով։ Տեսանյութը, որ նկարահանված է Աֆյոն Կոչատեպե համալսարանի գիտաշխատող Հական Ելմազի կողմէ, կներկայացնե ամրոցը արևոտ, անձրևոտ, ցնաբատ եւ մառախուղի պայմաններուն մեջ ընդգծելով անոր հեքիաթային եւ անփոփոխ գեղեցկությունը դարվան բոլոր եղանակներուն։ Դոկտոր Գևորգ Հակոբյան կանդրադառնա Սուրիո նոր քաղաքական շրջանին եւ սուրիահայերու արչեւ կանգնած մարտահրավերներուն։ 2024-ի դեկտեմբերյան իշխանապողութենեն եւ 2025-ի մարտ 13-ի սահմանադրական հռչակագրեն յետ երկիրը մտավ հանգամյա անցումային շրջան քաղաքացիության, արժանապատվության եւ անցումային արդարության վրա հիմնված։ Այս շրջանը կրնա ըլալ վերածնունդի ուղի, բայց նաեւ անորոշության շրջան ազգային, կրոնական եւ լեզվական փոքրամասնություններուն համար։ Փոքրամասնություններու իրավունքները արտոնություններ չեն, այլ միջազգային իրավունքի ամրագրված հիմնարար իրավունքներ։ Սուրիահայերու պահանջները պետք է ձևակերպվին լավագույն քաղաքացիության սկզբունքով, ապահովելով 4 առանցքային իրավունքներ՝ գոյության եւ անվտանգության, ինքնության, լեզու, կրոն, մշակույթ, հավասարության եւ խտրականության բացակայության եւ հանրային կյանքի մասնակցության իրավունք։ Դեր Զորի Սուրբ Նահատակած եկեղեցին եւ ցեղասպանության հուշահամալիրի ոչնչացումը կխորհրդանշեն ինքնության պաշտպանության անհրաժեշտությունը։ Հակոբյան կարևոր կնկատե նաև անցումային արդարությունը, ճշմարտության բացահայտում, պատասխանատվություն, վնասներու փոխհատուցում եւ արժանապատի վերականգնում։ Առանց անոր անհնար է կառուցել գայուն եւ խաղաղ Սուրիա։ Եզրափակելով ան նշած է, որ սուրիահայերու անվտանգ եւ գայուն ապագան միայն հնարավոր է սահմանադրական եւ օրենսդրական երաշխիքներով, անկախ դատարաններով, պետության նպատակային աջակցությամբ եւ արդարադատությամբ։ Իրավունքները պետք է ոչ միայն հռչակվին, այլ նաեւ գիրառելի եւ պաշտպանված լան։ Արևմտյան Հայաստանի ազգային խորհուրդը հիմնավոր ապացույցներով կվերահաստատե, որ Սուրիո հայերը կներկայացնեն Սուրիո բնիկ բնակչությունը, այլ ոչ թե փոքրամասնությունը։ Դարբեր երկիրներու խոհանոցներու շատ ուտեստներ այսօր դարձած են համաշխարհային ճանաչում ունեցող խորհրդանիշներ դվյալ երկրի այցեդոմսը։ Չափազանց բազմազան եւ ինքնատիպ հայկական ավանդական խոհանոցը դեռ ամբողջությամբ բացահայտված չէ ոչ միայն աշխարհի, այլ երբեմն անգամ հայրուս համար։ Սակայն մեր խոհանոցը հարուստ է սննդարար, հետաքրքիր եւ պատմություն ունեցող գերակրատեսակներով, որոնք արժանի են վերարժևորման եւ վերահայտնաբերման։ Վանակ Աշովին Արևմտյան Հայաստանեն մեզ հասած ամենահամեղ եւ յուրօրինակ ուտեստներն մեկն է, որ հատուկ էր Վանի բնակիչներուն։ Ճիշտ այստեղեն ալ ստացել է իր անվանումը։ Սա ավանդական գերագուր է, որուն հիմնական բաղադրիչներն են ցավարը, միսը, գամդհալը, լոլիկը, սոխը եւ համեմունքները։ Սննդարար եւ հագեցնող այս ուտեստը ոչ միայն ջաշ է, այլ նաեւ Վանի խոհարարական մշակույթի կենտրոնի հիշողություն։ Պատրաստման եղանակին ծանոթանալու համար կխնդրենք այցելել մեր պաշտոնական կայք։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան ենք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։